Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Այո, Աուրելիո, դու իրավացի ես, մոռացիր ո վիդեոյի մասին, արա այն ինչ ճիշտ ես համարում, բայց ես ուզում եմ, որ Յադիրան ողջ եւ առողջ տուն վերադառնա։ Հաղորդագրություն վանականից։ Գուշակիր գուշակ։ Ում կյանքին է վտանգ սպառնում։ Աստված իմ տոնի, իմ աղջիկն է, իմ աղջիկը։ Հանգստացիր։ Մայրիկ, Իմ աղջիկը։ Մայրիկ հանգստացիր խնդրում եմ, խոստանում եմ, որ Յադիրային ողջ եւ առողջ տուն կբերեմ, խոստանում եմ։ Ինձ չհիասթափեցնես Աուրելիո, Աստծո սիրուն չհիասթափեցնես ինձ։ Մայրիկ հանգիստ, ես քեզ չեմ հիասթափեցնի։ Ես թույլ չեմ տա, որ իմ քույրիկի հետ ինչ-որ բան պատահի, խոստանում եմ։ Ես նրան ողջ եւ առողջ տուն կբերեմ։ Երդվում եմ, մայրիկ։ Ողջույն բոլորին։ Ինչ է սա։ Աբա փոքրիկ ծաղրացուին նայեք։ Նա ինձ ոչինչ չասաց, որ եղել է հեռուստատեսությունում, ինչ է սա։ Շատ մի ոգևորվիր, սա Մամլո ասուլիս է, որտեղ Օվիդիոն պատմում է այն ամենը, ինչ պայթյունից հետո տեղի է ունեցել Ալեքսանդրայի հետ։ Ինչ։ Եվ դա դեռ ամենը չէ։ Նրանք հենց նոր մի քանի տեսագրություններ ցույց տվեցին, որտեղ Ալեքսանդրան այրված դեմքով էր։ Ես զարմանքից քար էի կտրել։ Իսկ հիմա ամենահետաքրքիր ու սպասված պահն է։ Օվիդիոն հիմա քրոջդ կներկայացնի հասարակությանը եւ վերջապես եռյակի դիմակը կպատրվի։ Լսիր բարեկամ, ես հենց հիմա քեզ մի լավ չեմ հասցնում, որովհետև իմ քույրը հիմա դժբախտության մեջ է, բայց երբ վերադառնամ քեզ ցույց կտամ, լսեցիր, որտեղ են նրանք գտնվում։ Այն նույն վայրում, որտեղ արտասովոր հարցների շոուն է տեղի ունենալու։ Հիանալի է, ես կգնամ այնտեղ, բայց ես դեռ կվերադառնամ ու դու կլսես ինձ փոքրիկ միջատ։ Բրոմելա, խնդրում եմ, մի փոխիր ալիքը, շատ հետաքրքիր է։ Պարոն, շտապ պատասխանեք, տիկին Յոլանդան է։ Ալո, Յոլանդա, ինչ է պատահել։ Յադիր անվանականի մոտ է։ Ինչ։ Նա առևանգել է իմ դստերը։ Բայց ինչպես։ Յոլանդա, իսկ դուք որտեղ եք։ Աուրելիոն որտեղ է։ Ինչպես կարող եք իմ փոքրիկ աղջկան մենակ թողնել։ Ոչ։ Հենց հիմա գալիս եմ։ Կոնստանսա, հավաքիր իրերդ։ Գնում ենք Կարակաս։ Նիկոլաս, ծիծաղելի բաներ մի ասա։ Հիմա էլ դու ես փորձելու քեզ հերոսի տեղ դնել։ Եթե Յադիրային սպանես, ես էլ քեզ կսպանեմ։ Այդ ինչպես ես պատրաստում սպանել ինձ, եթե անգամ չգիտես թե ով եմ ես։ Ես ամեն գնով այդտեղ կգամ, ասա ինձ Աուրելիո, որտեղ այդ սրիկան պահում իմ փոքրիկին, Նիկոլաս արդեն ասել եմ քեզ, դու չես կարող ինձ հետ գալ, ես չեմ կարող քո կյանքը վտանգի ենթարկել քո կմահաճույքի համար, սա կմահաճույք չէ, ես սիրում եմ քրոջդ եղբայր, ես չեմ ուզում, որ նրա հետ ինչ-որ բան պատահի։ Լսիր քեռուդ որդիս, մի խառնվիր ոստիկանության գործերին, դու կարող ես խանգարել նրանց։ Ես կարծում եմ, որ տղան իրավացի է, գիտեք, դու չես կարող կանգ առնել, ես ծիրպդ քեզ այդպես է թելադրում, նույնիսկ եթե հրաշքով քեզ ստիպես ետ կանգնել որոշումից հետ, եւ հետո նա ցանկանում է իր ընկերուհուն փրկել, ոչինչ չի կարող նրան կանգնեցնել։ Անհնար, հիմա էլ դու Մակո։ Եթե պոետ ես դարձել ու պատրաստվում ես դրա վրա ժամանակ վատնել, ինձ տեղյակ բայ, լավ, միթե չես հասկանում, որ նրա ներկայությունը միայն կխանգարի մեզ։ Լսիր Աուրելիո, լսիր ինձ բարեկամս, ես չեմ խառնվի, խոստանում եմ եղբայր։ Ես չեմ ուզում այստեղ մնալու անհանգստանալ, խնդրում եմ քեռի, ուրեմն գիտես ինչ, զինվիր համբերությամբ Զարմիկ, որովհետև ներկա պահին մենք վանականի ձեռքում ենք, մենք ստիպված ենք սպասել նրա զանգին, որպեսզի պլանավորենք մեր հետագա քայլերը։ Մարդասպանն ինչ է պահանջել քեզանից։ Արդեն ասել եմ, երազների խաչը։ Օվիդիո, խնդրում եմ, թույլ տուր տեսնեմ քրոջս։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, համոզված եմ, որ դու նրա գլուխը հիմարություններով ես լցրել։ Դու լավ լվացել, չորացրել եւ անգամ արտուկել ես նրա ուղեղը։ Ես ոչ մի նման բան էլ չեմ արել։ Դու ինքդ ես առիթ տվել, որ նա ատի քեզ։ Լսիր,
Կոշիկով չեմ հարվածում քեզ, որովհետև բոլորը կիմանան այդ մասին, անգամ Չինաստանում եւ Ավստրալիայում լսեցիր։ Ինչ ես արել քրոջս այդ ոչնչություն։ Ինչու կրկես չես բացում քո այդ դժբախտությունները ցուցադրելու համար միջատ։ Կարծում ես նա այնքան հիմար է, որ կարելի է նրան հեշտությամբ վարժեցնել։ Այդ դուք երկուսով եք նրան կառավարում ու օգտագործում։ Հիմա կջարդեմ քեզ, կսպանեմ քեզ սրիկա։ Կատալինա, խնդրում եմ, Կատալինա, հանգստացիր, հավաքիր քեզ, լավ խնդրում եմ։ Լսիր, գիտես ինչ, դու քրոջս չես օգտագործի քո գարշելի նպատակներն իրագործելու համար։ Ես կսպանեմ քեզ սրիկա, ես կոչնչացնեմ քեզ։ Բաց թողեք ինձ, ես կսպանեմ քեզ սրիկա։ Նրանք ոչինչ չեն անի, նրան մայրիկ հանգստացիր։ Լսիր, ես հասկանում եմ քեզ, չէ՞ որ ես էլ եմ մայր։ Ախ, գոյիտա, հուսով եմ դու ստիպված չես լինի նման փորձության միջով անցնել։ Յոլանդա, խմիր այս թեյը, Այո, ճիշտ է, խմիր։ հանգստացիր։ Մենք պետք է միասին աղոթենք եւ հավատանք, որ Աստված կլսի մեզ ու իմ աղջկան ողջ եւ առողջ ինձ կվերադարձնի։ Ինչ է կատարվում այստեղ։ Ախ, Լեոնահավոր բան է տեղի ունեցել։ Ինչ է պատահել։ Բանականն առևանգել է Յադիրային եւ չի ուզում նրան ազատ արձակել։ Տեր Աստված, մինչև երբ այդ մարդը պատրաստում դառնություն պատճառել մեզ։ Միթե նա չի հոգնում, Յոլանդա, հանգստացիր, լավ լսիր։ Յադիրան կվերադառնա։ Ես քեզ խոստանում եմ, հանգիստ եղիր, հանգստացիր։ Ես չեմ կարծում, որ ուրիշների դժբախտության վրա ծիծաղելը արդարացի է։ Միգուցե հայրիկը արժանի է դրան, բայց երեք քույրերի հարցում չգիտեմ։ Ինձ թվում է արդարացի ես վարվում նրանց հետ։ Աստված իմ Ակվիլես, ես մեղավոր չեմ այն բանի համար, թե ճակատագիրն ինչ է անում մեզ հետ։ Այո, բայց մենք գոնե պետք է աջակցենք Անաստասիային։ Նրա շնորհիվ ես աշխատանք ունեմ։ Մենք պետք է նրա կողքին լինենք։ Մենք պետք է հայտնենք մեր երախտագիտությունը։ Իրավացի ես, չեմ կարող ժխտել, բայց ինչ կարող ենք անել հիմա։ Դե դու կարող ես խոսել Օվիդիոյի հետ։ Գնա այնտեղ, որտեղ տեղի ունենում այդ մամլո ասուրիսը եւ խնդրի նրան հարգել երեք քույրերին։ Եթե ես լինեի քո տեղը, հենց այդպես էլ կվարվեի։ Սա Բորովսկիների կայսրության վերջն է, այն փլուզվում է։ Այս սկանդալից հետո ոչ ոք ներդրում չի անի ցուցահանդեսի համար։ Ճիշտ է, իսկապես այս իրարանցումից հետո ոչ ոք անգամ քորոց չի գնի ոսկերչական խանութից։ Ավելի լավ է օգտվեք առիթից, կետը վարարել է այն շուտով դուրս կգա ափերից։ Գցեք ձեր ձկնորսական ցանցը, տեսնենք ինչ ծուկ կբռնեք։ Ես հենց դա էլ անում եմ, Վիսան, հենց դա էլ անում եմ։ Իսկ ինձ դրանից ինչ, ես ինչ օգուտ ունեմ այդ ամենից։ Ներեցեք։ Երսար, յարի։ Ինչպես ես պապիկ, եկել եմ տեսնեմ ինչպես ես քեզ զգում։ Այս կարճ ժամանակահատվածում այնքան նորություններ եղան։ Զարմիկ, դու ինչպես ես։ Ես ցավում եմ Յադիրայի համար։ Նորություն կա։ Դեռ ոչ։ Այո։ Նորություն ունենք, բայց ոչ շատ։ Աուրելիոն կարծում է, որ վանականը Յադիրին առևանգել է, որպեսզի երազների խաչին տիրանա, այսինքն փոխանակի խաչը քրոջ հետ Լեոն։ Ես չեմ ուզում, որ Յադիրը այդ վատ բան պատահի։ Ես նրան շատ եմ սիրում։
Միգուցե վանականը երբեք մեզ հանգիստ չի թողնի, պապիկ։ Լավ, հանգստացիր։ Հանգստացիր Նիկոլաս, լավ, քեզ հանգիստ պահիր։ Աուրելիոն կփրկի նրա կյանքը, դե հանգստացիր։ Դե լավ, ես հիմա պետք է հիվանդանոց գնամ։ Այնտեղ իմ կարիքը շատ եմ զգում, լավ։ Սպասիր թորնիկս։ Խնդրում եմ գրիր այն բոլոր հնարավոր համարները, որոնցով ես կկարողանամ գտնել քեզ, եթե հանկարծ աղջիկը բժշկի կարիք ունենա։ Պապիկ, գրակի հետ խաղ մի արա։ Կարող ես պատահում վարվել։ Դու ավելին ես անում, քան սպասվում է քեզանից։ Ես չեմ կարող որևէ մեկին վստահել, եթե Նիկոլասն այստեղ է Օվիդիոն հեռուստաընկերությունում, ուրեմն գուցե դու ես վանականը։ Այս անգամ չեն կարող ձախողվել, խոսքի քրոջս կյանքի մասին, այնպես որ գործի անցնենք, արագացրեք։ Հանգստացիր բարեկամս, դու կարող ես քո հույսը մեր վրա դնել։ Այո, կարող ես ցանկացած հարցում ցանկացած ժամանակ հույսդ մեզ վրա դնել։ Հեռախոսը զանգում է։ Ալո, Աուրելիո, ինձ դու երազունի խաչը։ Դուրան ճամփրկի մեջ, ճամփրկը դիր սև տոպրակի մեջ վրանկած չերևա տոպրակի պարունակությունը։ Այն ուտար տորհետև հասցել, Los Ferlionos փողոց։ Երկրորդ շենքի անկյունում կտեսնես միատար լրագրերի կրպակ։ Այնտեղ մի լեքված շենք կա, հենց այդ շենքում էլ կգտնես քրոջդ։ Մի բան էլ, մենակ կգաս։ Բարձրացիր որտեղից էր զանգը։ Ոչ, պարոն, այդ տղան շատ խորամանկ է եւ շատ խելացի։ Օվիդիո, որդիս, հեռու գնա այդ տեսախցիկից գրողը տանի, ինչ ես անում այդտեղ։ Այստեղ արի, ասա ինձ այդ խեղճ ու կրակ եռյակն ինչ է արել քեզ։ Վերջ, տուրի չիր այդտեղից։ Ահա այրված կինը։ Ինչ։ Այստեղ ինչ եք անում, քերի Ֆակունդո։ Ախ, իմ հարցին պատասխանել, որտեղ է աղջիկս։ Ինչ։ Քո աղջիկը։ Ինչ։ Աուրելիո, փրկիր ինձ, խնդրում եմ։ Նա սպառնում է այնպես, ինչպես Դեմետրիայի դեպքում էր անում, բայց ես նրա հետ կբանակցեմ քերի։ Ես հենց հիմա կգնամ նրա ասած հասցեով ու կտանեմ երազների խաչը։ Ես կանեմ այնպես, ինչպես որ նա է ուզում։ Աուրելիո։ Այ իմ աղջիկն է։ Այդ փոքրիկը իմ աղջիկն է։ Անհոգ եղիր քերի Ֆակունդո։ Ես միշտ էլ իմացել եմ դա։ Բայց երբեք մտքովս չի անցել, որ մենք հիմա խոսակցություն կունենայինք։ Բայց ինչևէ նա իմ քույրն է, եւ ես խոստանում եմ, որ կփրկեմ դստերի կյանքը, եւ նրան ողջ եւ առողջ քեզ մոտ կվերադարձնեմ։ Ֆակունդո, թանկագինս, կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե դու չգնաս, ավելի լավ է այստեղ մնաս, որովհետև շատ հուզված ես Lonely Ranger խաղալու համար, լավ կլինի, որ այս մարդը մենակ գնա ու փրկի փոքրիկ բամբասկոտի կյանքը։ Որդիս, պաշտպանիր նրան։ Ես միայն անուն նրա եմ ապրում։ Ես չեմ կարողացել նրան ինքս մեծացնել, բայց նա իմ անցյալի միակ գեղեցիկ հուշն է, եւ նա իմ ապագայի միակ հույսն է։
Եթե նրա հետ մի վատ բան պատահի, կյանքս անիմաստ կդառնա։ Իմաստ չի ունենա իմ ապրելը։ No me quedan más razones para seguir viviendo. Ես Ալեքսանդրա Վալբուենան եմ, ճանաչված արտասովորի երկվորյա քույրը։ Դուք նրան լավ եք ճանաչում։ Ես նրա անվան տակ շատ եմ ներկայացել։ Իսկ հիմա վերադարձել եմ, որ ձեզ ասեմ, որ ես գոյություն ունեմ։ Հանգիստ Անաստասիա, հանգստացիր Աստված իմ հիմա նա դուրս է հանում իր մեջ եղած ողջ թույնը, հանգստացիր, նա հիվանդ է։ Մի պահ ինձ թվում էր, որ այդ ահավոր ցավից ու հիասթափությունից հետո ես չեմ ապաքինվի։ Կպատմեք մեզ, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Քույրս Անաստասիան խնդրեց ինձ շոուի ժամանակ փոխարինել իրեն։ Մինչ ես իր փոխարեն հանդես էի գալիս, նա էլ վազում էր ամուսնուս ետևից, որովհետև անտարբեր չէր նրա հանդեպ։ Երբ ես բեմահարթակ բարձրացա, ինչ-որ բան տեղի ունեցավ, և բոլորը խուճապի մատնված այս ու այն կողմ սկսեցին փախչել։ Իսկ մի քանի վայրկյան անց պայթյուն տեղի ունեցավ։ Քույրս Անաստասիան իրեն շատ ապահով էր զգում դրսում ամուսնուս հետ միասին, այն ժամանակ, երբ ես ներսում կանգնած էի հասարակության առջև նրա փոխարեն։ Կարող եք պատմել մեզ ինչպես փրկվեցիք։ Ձեր մարմինը ամբողջովին այրվել էր։ Այո, ինձ մոտոցիկլետով մի մարդ է փրկել։ Նրա շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ և պատմում եմ ողջ ճշմարտությունը։ Ես ողջ եմ և դեմքս էլ ապաքինված է։ Ես այստեղ եմ, որ ասեմ ձեզ, թե ով է իրականում Անաստասիան, որովհետև այդ կինը ոչինչ է, քան արտասովոր սուտը։ Իսկ կարող եք ասել մեզ, թե ով էր ձեր կյանքը փրկող մարդը։ Ռայմոնդո, բացատրիր ինձ, և հենց հիմա, այդ ինչպես եք դու և քույրդ այդ խոհարարը աղջիկ ունեցել։ Դա մեղավորություն է համարվում, ես ուղղակի ապշած եմ։ Առաջինը ոչ թե Ռայմոնդո, այլ Ֆակունդո, երկրորդ ոչ թե մեղավորություն, այլ մեղք։ Բացի այդ, հիմա ոչ համբերություն ունեմ, ոչ էլ տրամադրություն։ Ինչ ահավոր է, ես պարզապես ապշած եմ, իսկ դու բոլորի առջև քեզ սուրբ է իր ձևացնում։ Ես իսկապես չգիտեի, որ դու այդքան անբարոյական ջաղատ ես։ Ես պարզապես ապշած եմ, ես ցնցված եմ։ Ադիրան իմ դուստրն է։ Նա Յոլանդայի դուստրը չէ, բայց նա նրան իր հարազատ դստեր պես է մեծացրել։ Երբ մահ խլեց կնոջս ինձանից, ես հուսահատված էի, չգիտեի ինչ անել, ես մենակ էի մնացել դստերս հետ։ Եվ ի վիճակի չէի նրան մենակ պահել ու մեծացնել։ Հիմա հասկանում ես ինձ։ Իհարկե, ես հասկանում եմ։ Դա նման է իմ դստեր Էմիլիայի պատմությանը։ Ես նրան մեծացրել եմ իմ հարազատ դստեր նման, բայց իրականում նա իմ դուստրը չէ։ Անաստասիա, ավելի լավ չի լինի, եթե գնաս այստեղից, այս կինը օձ է, նա ամեն վայրկյան խայթում է քեզ։ Լսիր ինձ, խնդրում եմ գնա։ Ես չեմ կարող։ Անգամ քայլել չեմ կարող, բայց ես չեմ էլ կարող հենց այսպես հեռանալ այստեղից։ Ես մեղավոր չեմ, Ագրիպինա, մեղավոր չեմ։ Գիտեմ։ Լսիր, բավական է, Ալեքսանդրա, քեզ ինչ է պատահել քույրիկս, վերջ տուր թունավոր խայթոցներիդ, խնդրում եմ քույրիկս։
Քո այդ լեզուն որ սխալ բաներ է ասում, քեզ բոլորովին այլ մարդ է դարձնում։ Վերջ տուր վիրավորանքներիդ այդ ատելությանն ու վրեժին։ Ոչ ոք էլ մեղավոր չէ քեզ հետ պատահածի համար քույրիկս։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Դու քեզ փողոցային կնոջ պես ես պահում, սա իմ քույրը չէ։ Խափեբա, ահա թե ինչ եք դուք ինձ հետ արել։ Դուք եք ինձ այսպիսին դարձրել։ Շատ լավ կլինի, եթե բոլորն իմանան, որ հենց այդ նույն Անաստասիան էր ինձ հոգեբուժարան գցել, որպեսի ազատվի ինձանից, որպեսի չեզոքացնի իր մրցակցին, որպեսի իմ ամուսնուն իր կողքին պահի։ Ահա եւ ողջ ճշմարտությունը, այդ կինը Խափեբա է։ Ձեր արտասովոր Անաստասիան Խափեբա, երկերեսանի եւ անարգ դավաճան կին է։ Հասկանում եք։ Որտեղ ես Լեոն։ Որտեղ է քույրս։ Վանակորն ասում եմ ներս մտնես։ Ոչ։ Ես այստեղից ոչ մի կալ չեմ անի, մինչև քրոջս չբերես։ Դա իմ պայմանն է, Լեոն։ Մենք պայմանավորվել ենք, որ դու քրոջս ողջ եւ առողջ կվերադարձնես, իսկ ես քեզ կտամ այս տոպրակը։ Լավ, ինչպես ուզում ես։ Վերև նայիր։ Գնանք Ալեքսանդրա, դու արդեն ասացիր այն ամեն ինչ ուզում էիր ասել, մնացածն էլ թերթի միջոցով կհրապարակենք։ Այդ մարդը խելքդ կերել է գրողը տանի քույրիկս։ Դու զերո ես, զերո, ոչնչություն, դատարկություն։ Քույրիկս, քո ներսի այդ չար ունենք կինը դու չես։ Այդ մարդն է քեզ ստիպել, որ այսպիսի հիմար բաներ անես, խելքի արի, սթափվիր։ Այս խնդիրը վերաբերվում է միայն մեզ, հասկանում ես, մեր ընտանիքին, մեզ երեքիս, քույրիկս։ Դե բաց, թողեք ինձ, այլապես այնպես կանեմ, որ ստիպված կլինեք հատ հավաքել ձեր ատամները գրողը տանի։ Քաշեք ձեր ձեռքերը, ինձ այլևս չդիպչեք։ Դե դուրս եկեք այստեղից, դուրս բամբասկոտների խումբ։ Բավական է, միթե չեք հասկանում, այս մարդը հիվանդ է։ Դուրս եկեք այստեղից, դուրս անպիտաններ, դուրս այստեղից, չհասկացաք ինչ է, դուրս այստեղից բամբասկոտ կաչաղակներ։ Պատրաստվեք, որովհետև այս ամենն այսքանով չի ավարտվի։ Ես դեռ կվերադառնամ եւ բոլորից վրեժ կլուծեմ։ Բոլորը պետք է վճարեն իմ ամեն մի արցունքի համար, դեռ կտեսնեք։ Գնանք Ալեքսանդրա, մի փչացրու անակնկալը։ Բոլորը դուրս եկեք այստեղից, դուրս անպիտան սրիկաներ, գնացեք դուրս։ Բոլորդ դուրս այստեղից, դուրս, թե չէ այս նոր տարին չեք նշի, դուրս։ Գրողը ձեզ տանի, դուրս եկեք։ Քույրիկս, Հեռացեք այստեղից, կորեք աչքիցս։ Դե, ամեն ինչ մեր պլանի համաձայն է գնում։ Մենք հենց դա էլ ուզում էինք Պրոմելիա։ Թող մի որոշ ժամանակ էլ անցնի ու երեք քույրերը ոսկերչական խանութը ոսկե սկուտեղի վրա քեզ կմատուցեն։ Լիսան, չես պատկերացնի, թե որքան երկար եմ ես այդ օրվան սպասել։ Ես երազում էի, որ ոսկերչական խանութը սնանկանա, իսկ տոնին էլ ծնկաչոք աղաչի ինձ, որ փրկեմ իր կայսրությունը կործանումից։ Այ կտեսնես, կարող ես գրի առնել, բայց միշտ ապիր, առաջ մի ինքդ Պրոմելիա, կամաց։ Որպեսզի վստահ լինենք, որ ցուցահանդեսը իրոք ծախողվել է, անհրաժեշտ է, որ դու ինձ Անաստասիայի գրասենյակի բանալին տաս։ Համարիր, որ արդեն տվեցի։ Վստահիր ինձ, Պրոմելիա, վստահիր։ Մի վստահիր այն մարդկանց, ովքեր օգտագործել են քեզ, քո շնորհիվ հարստացել ու քեզ տվել են միայն փշրանքներ։ Քո արածի դիմաց նրանք քեզ շատ քիչ են բարձրացրել։ Քեզ միայն փշուրներ են տվել, իսկ հիմա քեզ մնում է վերականգնել ամեն ինչ։ Մակո ես գտել եմ յադիրային, բայց այս սրիկան կապել են անատուրից տանիքի եզրին դրել, եթե հապաղամնա ցանկացած սպայի կարող է վայր ընկնել, լսիր ինձ Մակո, ես այն նույն տեղում եմ, որտեղ որ պետք է տոպրակը թողնեի, անհապաղ այստեղ արի, բայց զգուշ եղիր, քերս ոչինչ չպետք է իմանա, լավ պատրաստվեք, բայց այդ նյետը յադիրան որտեղ է նա շենքի տանիքում է, մենք չպետք է ժամանակ կորցնենք։ Եթե չկարողանաք փրկել նրան, ձեր կաշին կքերթեմ։
Գոնսալես, Վալեսիլոս, վերցրեք սենքերը, գնացինք։ Իսկ ես ինչ անեմ։ Սիրելիս, դու գնա ու մազեր դարդարի։ Ու ոտքի տակ մի ընկեր, գնացինք, արագ, գնացինք։ Ես ինձ շատ վատ եմ զգում, բայց պետք է Յոլանդային ասեմ, որ իր համար արդեն սև զգեստներ գնի։ Այո, որովհետև այդ միջատները չեն կարողանա փրկել նրա կյանքը։ Խեղճ ճաղատ։ Դիմացիր Ադիրա։ Շատ լավ։ Ահա քո ուզած երազների խաչը։ Այն սև տոպրակի մեջ է, ինչպես եւ ուզել էիր։ Բայց նախ եւ առաջ բաց թող կրոջս։ Միթե դու չեր ուզում բանակցել։ Դե ուրեմն արի բանակցենք։ Սկզբում քրոջս կյանքը, նոր երազների խաչը։ Աստված իմ ոչ միայն աղջկաս, նաև Աուրելիոյի կյանքն է վտանգված։ Ես չեմ կարող դիմանալ այս ամենին, Տոնի, ես այլևս չեմ կարող։ Ես էլ չեմ կարող, սիրելիս, ես էլ չեմ դիմանում, բայց ինչպես դու ես ասում, պետք է հավատ ունենանք։ Յոլանդա, խմիր սա։ Կտեսնես, որ այն կհանգստացնի քեզ։ Ոչ, աղջիկս։ Խմիր, Յոլանդա։ Այո, խնդրում եմ, խմիր, այն կհանգստացնի։ Դե վերցրու միայն այս մեկը, ջուր խմիր։ Հանգստացիր։ Ես գիտեմ, Աուրելիոյի մոտ ամեն ինչ կստացվի։ Տոնի, դու Աուրելիոյին իսկական երազների խաչն ես տվել, չէ՞։ Իհարկե, իսկականն եմ տվել։ Ինձ ամենևին չի հետաքրքրում երազների խաչը, ինձ իմ ընտանիքն է մտահոգում, իսկ Ադիրան իմ ընտանիքի անդամ է։ Ես հանուն նրա հազարավոր այդպիսի խաչեր կտայի ամեն ինչ որ այդ անիծյալը պահանջի, միայն թե այդ աղջիկը ողջ եւ առողջ տուն վերադառնա։ Հիմա դա միակ բանն է, որ մտահոգում է ինձ։ Շնորհակալ եմ, սիրելիս, շնորհակալ եմ այդ մեծ ու անսահման սիրո համար։ Եթե դու իմ կողքին չլինեիր, ես շատ կտարապեի այս ամենի պատճառով։ Այդպես պետք է լինի, սիրելիս, այդպես է ճիշտ։ Վանականը կարող է վերցնել, խաչը կարող է վերցնել, այն ինչ կամենա, միայն թե վերջ, այս մղձավանջին չեմ ուզում, որ այլևս զոհեր լինեն։ Թող Աստված գթա մեզ։ Դիմացիր Ադիրա, մի շարժվիր։ Շուտով ամեն ինչ կավարտվի։ Եթե քեզ այս տոպրակն է պետք, գնա ներքևից վերցրու, սրիկա։ Ինչ է պատահել։ Ու չես ուզում, որ ես այն ներքև գցեմ, այո։ Բայց գիտես, դու ստիպված ես նելով ազել դրա հետևից, որտեղ Մակոն ու Ֆակունդոն այստեղ են գալիս։ Այս անգամ քեզ չի հաջողվի փախչել։ Մենք կբռնենք քեզ։ Այս անգամ իմ ձեռքից չես պրծնի։ Քույրերս ինչ էին անում այնտեղ, նրանց ով էր այնտեղ բերել, ինչու այդ մասին չէիր մտածել, դու պետք է որ գլխի ընկնեիր, որ նրանք այնտեղ կգային։ Նրանք պետք է այնտեղ լինեին, Ալեքսանդրա, դա հենց այն հյուրանոցները, որ նրանք բարձել էին հարսանեկան շոուն անցկացնելու համար։ Ես ուզում էի ձախողել այդ ցուցահանդեսը։ Գիտեմ, որ նպատակը դա էր, բայց ամեն ինչ ձախողվեց, միթե չհասկացար։ Մենք ստիպված եղանք գնալ այնտեղից առանց հայտարարելու, որ մենք պատրաստվում ենք բացել մեր ոսկերչական խանութը։ Մենք դրա համար դեռ ժամանակ կունենանք, Ալեքսանդրա, համբերություն ունեցիր։ Մենք հենց նոր գոտկատեղից ներքև հարված հասցրեցինք պապիկին, նա իրեն շատ վատ կզգա այն փաստից, որ մենք սննկացրել ենք իր ոսկերչական խանութը։ Պատկերացնում եմ նա իրեն ինչպես կզգա, երբ պարզ դառնա, որ այն խուլ ու համրը, այն հիմարը, որին նա խաբեությամբ ամուսնացրեց Աուրելիոյի հետ, իր գլխավոր եւ վտանգավոր մրցակիցն է դարձել։ Ալեքսանդրա, այդ նորությունը կսպանի նրան։
քույրիկս։ Ոչ, ոչ, խնդրում եմ, ոչ։ Խնդրում եմ եղբայրս չմահանաս։ Օգնեցեք, օգնեք ինձ, եղբայրս մեռնում է։ Օգնեցեք ինձ, խնդրում եմ։ Չմահանաս եղբայրս, դիմացիր, խնդրում եմ։ Ես մի մեծ բամբասանք եմ վերել ձեզ։ Թարմ, շատ թարմ։ Դուք կմեռնեք եւ լսեք այն։ Ինչ ես անում այստեղ Կոնստանսա, միթե Ֆակունդոյի ագարակում չէիր։ Հայրիկ, խնդրում եմ, ավելորդ հարցեր մի տուր ինձ, որովհետև կմոռանամ, թե ինչ էի ուզում ասել ձեզ։ Ես այստեղ եմ եկել, որովհետև Յոլանդան էր զանգել Ֆակունդոյին։ Ես էլ նրա հետ եմ եկել։ Գուշակեք, թե ինչ եմ հենց նոր իմացել։ Աուրելիոյի սենյակից փորձեք կռահել։ Ոչ հանկարծ չասես, որ Յադիրային ինչ որ բան է պատահել։ Ինչ է պատահել իմ փոքրիկին ասա ինձ։ Հանգստացիր Յոլանդա, հանգստացիր։ Հանգստացիր Յոլանդա, Աստված իմ, հանգստացիր։ Դու միանգամից խոսիր Կոնստանսա։ Դե բավական է տանջես մեզ։ Դու ուզում ես բոլորի շադրությունը գրավել, որ ոչ ոք չլսի, թե ինչ եմ ասելու։ Իսկ եթե շարունակեք ընդհատել ինձ, ես ոչինչ չեմ ասի։ Վերջացրու, բավական է հիմար ձևանաս, միանգամից ասա ինչ էիր ուզում ասել։ Միանգամից խոսիր Կոնստանսա, ինչ էիր ուզում ասել։ Դե ես ուզում եի ասել, որ Յադիրան Ֆակունդոյի դուստրն է։ Ճիշտ եմ ասում, չէ՞ Յոլանդա։ ¿Es o no es Yolanda? Օգնեցեք, խնդրում եմ, Մակո, օգնիր ինձ, եղբայրս մահանում է, օգնիր։ Օգնիր ինձ, Մակո։ Ես այս սերիկային կամիջի միջով կանցկացնեմ։ Եղբայրս, չլքես ինձ, խնդրում եմ, եղբայրս։ Նա փրկեց ինձ, նա ինձ փրկեց, երդվում եմ։ Նա փրկեց իմ կյանքը։ Դիմացիր, եղբայր, խնդրում եմ, դիմացիր, աղաչում եմ քեզ։ Ով է ինձ ստիպելու, որ դաս սովորեմ։ Մի լքիր ինձ, խնդրում եմ, մի լքիր, եղբայրս։ Դե Աուրելիո, քեզ տեսնեմ։ Ես մայրիկին խոստացել եմ, որ քեզ կվերադարձնեմ ողջ եւ առողջ։ Այնպես որ ես խոստումս կատարեցի։ Գուշակիր թե ով էր քեզ համար անհանգստանում։ Նիկոլասը, այնպես չէ Նիկոլասն էր ինձ համար անհանգստանում։ Այո, լավ, բավական է, վերջացրեք, հետո կբամբասեք, բավական է խոսես։ Ահա, քեզ եմ հանձնում քո աղջկան։ Ոչ, Աուրելիո, ոչ, մի փակիր աչքերդ Աուրելիո, մի փակիր աչքերդ Աուրելիո։ Տես հիմա շտապօգնությունը կգա, տես գալիս է Աուրելիո։ Ոչ, Աստված իմ, խնդրում եմ, ոչ, քերի։ Լարեր Յադիրա։ Յադիրան Ֆակունդոյի աղջիկն է անհետ բաներ ես ասում։ Համոզված ես դրանում Կոնստանսա։ Այո, ես դրանում այնքան համոզված եմ, որքան նրանում, որ իմ սիրած գույնը ոսկե գույնն է։ Ես էլ սկզբում ցնցվեցի, բայց ես շատ հստակ լսեցի, թե ինչպես Ֆակունդոն ասաց, որ Յադիրան իր դուստրն է։ Այո, իր դուստրն է։ Դա ճիշտ է։ Բայց այդտեղ ոչ մի արյունապղծություն էլ չկա։ Յադիրան Ֆակունդոյի ու նրա մահացած կնոջ դուստերն է։ Հիշում ես Տոնի, ես մի որոշ ժամանակ բացակայեցի տնից։ Իսկ դու ասում էիր, որ ես հեռացել եմ, որպեսզի հղիությունս թաքցնեմ։ Դու այդպես էիր կարծում, որովհետև ես երեխայի հետ վերադարձա։ Հարկե, ինչպես կարող եմ չհիշել։ Ես գնացել էի Ֆակունդոյի կնոջը խնամելու, նա քաղցկեղով հիվանդ էր։ Երբ նա մահացավ, եղբայրս միայնակ ու հուսալքված էր իրեն զգում, որովհետև շատ էր սիրում կնոջը։ Աղջիկը նորածին էր եւ ամեն անգամ երբ նա տեսնում էր երեխային, կնոջն էր հիշում ու անընդհատ լաց էր լինում։ Հետո էլ նա սկսեց սփոփանքը խմիչքի մեջ գտնել ու տարվեց խմիչքով։ Ես մտածեցի, որ նա մենակ չի կարող երեխային խնամել եւ երեխային Կարակաս բերեցի։ Նա համաձայնվեց իմ որոշման հետ, բայց երբ ես երեխային ինձ հետ բերեցի Կարակաս, նա սկսեց էլ ավելի շատ տառապել։ Նա շատ է տառապել։
Եվ հենց դա է պատճառը, որ Ֆակունդոն այդքան տխուր եւ տանջված տեսք ունի։ Աուրելիո, ինձ նայիր Աուրելիո։ Ոչ դու չես կարող մահանալ։ Դու իրավունք չունես մեզ լքել Աուրելիո, լսում ես։ Ճիշտ է, եղբայրս, բացիր աչքերդ, խնդրում եմ։ Ուրիշներին ինչ եղավ։ Ոտքով են գալիս ինչ է։ Աուրելիո քեզ ասեմ եղբայրս։ Բացիր աչքերը, դե բաց արա։ Բացիր աչքերը, դիմացիր։ Որդիս, դու շատ ուժեղ ես, մի մոռացիր այդ մասին։ Քո ներսում միայն մի փոքրիկ երկաթի կտոր, այն չի կարող սպանել քեզ, չի կարող։ Լսիր, մարմինս այնքան նման երկաթի կտորներ են ծակելու անցել, բայց տես, ոչինչ չի պատահել ինձ, տես այստեղ եմ։ Դու մեծահոգի մարդ ես, հրաշալի ոստիկան, պայքարիր որդիս, Աուրելիո, դու պետք ես ինձ, Աուրելիո, դու բոլորին ես պետք որդիս։ Արգացրեք, շտապեք, փրկեք եղբորս։ Որտեղ եք գրողը տանի։ Փրկեք եղբորս կյանքը։ Սանտիագո սիրելիս, ինչու նրանք մեզ այս տհաճ պատմության մեջ գցեցին։ Դու այն մարդկանցից չես, որ թողնում են իրենց զավակներին, այնպես չէ։ Ինձ ամենևին էլ քո փողերը չեն հետաքրքրում, ինձ միայն դու ես հետաքրքրում, միայն դու։ Լսիր սիրելիս, համբերություն ունեցիր, ամեն ինչ լավ է լինելու։ Գիտեմ, մայրիկ, գիտեմ։ Բայց ինձ հիմա ամենաշատն անհանգստացնում է այն, որ այն օրն ինչ վիճեցինք Սանտիագոյի հետ, այդ օրվանից մինչև հիմա երեխան չի շարժվել։ Ինչ։ Բայց ինչու ինձ ոչինչ չէիր ասում, Աստված իմ, մենք պետք է Լեոնին ասենք այդ մասին, որ նա ստուգի քեզ ու պարզի թե ինչ է կատարվում։ Դե լավ, մայրիկ, մի անհանգստացիր, ոչ մի լուրջ բան չկա։ Ոչ, մենք պետք է ստուգենք ու պարզենք թե երեխայի հետ ինչ է կատարվում։ Ահա նրա համար, ահա այն, մենք հենց հիմա կզանգենք նրան, որ հանգիստ լինենք։ Լսիր, Պաբլիտո, սիրելիս, դու չպետք է տխրես։ Ոչ, դու պետք է ուժեղ լինես, շատ ուժեղ, որ հայրդ հպարտանա քեզնով, որովհետև նա քեզ շատ է սիրում եւ միշտ էլ կսիրի քեզ։ Ես որոշում եմ կայացրել հայր Խուան։ Ես ուզում եմ ճեմարան վերադառնալ։ Ոչ, դա այնքան էլ հեշտ բան չէ։ Մենք այդ մասին բազմիցս խոսել ենք ճեմարանի պատասխանատու անդամների հետ։ Նույնիսկ մեր ավակը քեզ այդ մասին ասած հիշում ես, սա քմահաճույք չէ։ Հայր Խուան, ես Աստծո մարդ եմ, ճիշտ է։ Ճիշտ է, սխալվել եմ ընտրելով աշխարհի կյանքը, բայց հիմա ուզում եմ սխալը սուղել։ Ոչ, դու չես զղջում, դու պարզապես այդպես ուզում ես թաքնվել իրականությունից։ Դու ճեմարանը պատրվակ ես բերում, որպեսի փախչես վիրավորանքից, ստացած ցավից։ Սանտիագո, դու պետք է դեմ առ դեմ կանգնես այդ ճակատագրի հարվածներին, պետք է պայքարես, չէ՞ որ դու շուտով որդի ես ունենալու։ Ոչ, հայր Խուան, միթե դուք ինձ չէիք ասում, որ ես ընտրյալ եմ։ Այո։ Այդ դեպքում ես ուզում եմ ճեմարան վերադառնալ։ Եթե այդ կինը ինձ խաբած չլիներ, ես հիմա քահանադարձած կլինեի։ Բայց դու իսկապես կարծում ես, որ դու քահանադարձած կլինեիր։ Ոչ, Սանտիագո, Աստված թույլ է տվել, որ այդ սուտը լինի ու դու դրա միջոցով դասեր քաղես, միշտ էլ այդպես է եղել։ Հիշիր, հենց այնպես ոչինչ չի լինում, հիշում ես։ Այո։ Գիտես ինչպես կարող ես քո բոլոր կասկածների պատասխանը գտնել։ Նա իր հոգուտ խորքը, Սանտիագո, խնդրում եմ համբերություն ունեցիր, մի քիչ համբերիր։ Ոչ, հայր, ոչ, ես շատ լավ գիտեմ, այս ամենը տեղի ունեցավ, որ ես հասկանամ ու համոզվեմ, որ սխալ ուղի եմ ընտրել։ Ես պետք է ճեմարան վերադառնամ, հայր։ Ինձ ամենևին չի հետաքրքրում այն, որ դուք ստիպված եք լինելու ամեն ինչ զրոյից սկսել։ Ինձ եւս մեկ հնարավորություն տվեք, խնդրում եմ։ Լեոնն ասաց, որ հանգստանանք, նա շուտով կգա, նա հիմա այստեղ կլինի։ Դե բժիշկը նա է, եւ եթե այդպես է ասում, ես կհանգստանամ։ Մայրիկ, կարող է այնպես պատահել, որ ցավերից ժամանակից շուտ սկսվեն։ Ոչ, գրողը տանի անհնար է։ Իսկ ես ուզում էի, որ իմ հրեշտակը կողքից լինի, բայց այդ ամենը պարզապես երազանք էր։ Աղջիկս, այդպես չի կարելի, քո անհանգստությունը փոխանցվում է նաև երեխային։ Ոչ, մայրիկ, իսկ ինչ ես ուզում որ անեմ, ինչ ես ուզում անեմ, եթե ես ինձ միայնակ եմ զգում, ոչ, այսքան խոստումներ, այսքան տառապանք, խոսքեր ու խոստումներ, ինչի համար էին այս ամենը։ Որպեսզի ի վերջո միայնակ մնամ, այն ինչ արել եմ զուր էր։ Ես չեմ կարող առանց իմ սիրած տղամարդու ապրել։ Ինչ է նշանակում այդ ամեն ինչպես թե ապարդյուն է եղել։ Միթե դու քեզ չես գնահատում։ Ապա քեզ նայիր, դու փոխել ես կյանքդ, փոխել ես քեզ համար, երեխայիդ համար, Ստեֆանի համար, ընտանիքիդ համար։ Մենք կպարտանում ենք քեզնով։ Իսկ ինչու Սանտիագոն այդ ամենը չի նկատում։
Դե որովհետև նա հիմա շատ բարկացած է։ Նա հիմա շատ վիրավորված է իրեն զգում եւ իհարկե չի կարող այդ ամենը նկատել, բայց անխոս նա նկատել է այդ փոփոխությունը, այդ իսկ պատճառով էլ սիրահարվել է քեզ։ Այստեղ խնդիրը քո գործած սխալներն են, նա չի կարող այդ ամենի հետ համակերպվել։ Նա իր հայրիկիդ, նա էր ինձ, մենք համակերպվեցինք դրա հետ, բայց քո սխալների շողքը դեռ երկար ժամանակ հետապնդում էր մեզ, մինչև իսկապես համոզվեցինք, որ դու փոխվել ես։ Այո, ճիշտ է։ Մայրիկ, բայց նույն պատմությունը նորից ու նորից է կրկնվում։ Որդիս էլ Ստեփանիի պես առանց հայր է ծնվելու։ Բայց ինչ կարող ենք անել։ Երբ Պաբլիտոն մեծանա, կհասկանա, թե ինչ հրաշալի մայր ունի։ Մենք նաև գիտենք, որ Սանտիագոն իր որդուն երբեք չի լքի։ Բանն այն է, որ ես չգիտեմ, թե ինչ կլինի, բայց մի բանում դու իրավացի ես, մայրիկ։ Աստված իմ ճանապարհին Սանտիագոին կանգնեցրեց, որպեսզի փոխվեմ, հասկանում ես։ Դա Աստծո կամքն է։ Հիվանդն ինչպես է։ Վիճակը կայուն է։ Ես օգ կտանեմ նրա մասին։ Ես գիտեմ, թե ինչ է հարկավոր այս հիվանդին։ Վիրահատարանը պատրաստ է, կարակ։ Ինչպիսի զուգադիպություն ա ուրելը։ Հենց ինձ է բաժին ընկեր կյանքդ փրկել։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույր